ԱԿ ԴՎՆ 70 տարեկանում նոր տեսողություն։ Պարոն Համբարձումն այսօր կարողանում է կարդալ այն, ինչ տարիներ շարունակ չէր տեսնում։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած առողջության համընդհանուր ապահովագրությունը նրա համար իրական հնարավորություն դարձավ։ Իմ բժշկուհին ստեղ ինքը առաջարկեց, ասեց համբեր ես, ես նոյեմբերին ուզում էի էլի բանանեի, ասեց համբեր ես, հունվարից հետո անվճար կանես, ինչ ես բան չաչարում ընկերեսյանեան, համբերի մի քիչ էլ համբերեցին։ Մի քանի տեղ հետաքրքրվելուց հետո որոշել է սպասել, քանի որ վիրահատության արժեքն ու հնարավորությունները համազոր չէին։ Մեզ հետ կիսվում է անցած ճանապարհով։ 20 րոպե չի տևել։ Այդ տևողությունը էլի։ Աշները բան արեց, դրեց, ասեց գնացեք տուն։ Եկել եմ տուն, 2 օր հետո էտել եմ անել, ես չեմ պահել։ Ինձ ասել էին կպահես, բան, էտել եմ անել շատ ընտիր սովորական բան է։ Մարդ կա այստեղ մարդկանցից, ով այստեղը ցաված, այնտեղ ցաված, բայց ես ոչ մի բան չեմ զգացել, նորմալ է, մարդ կա վախենում է, այտենց բաներ չի տեսել, վախենում է, վախնել է մեծ նշանակություն։ Ես ոչ մի բան չեմ զգացել, հենց եկել եմ։ Այսօր 70-ամյա պարոն Համբարձումը 20 տարեկանի տեսողություն ունի։ Թոշակառու լինելով նման վիրահատություն իրեն թույլ տալ չէր կարող։ Հիմա խնդիրը լուծված է։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը լուծում է մի շարք խնդիրներ, հեռու պահելով բնակչությանը հնարավոր ֆինանսական հարցերից։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը բժիշկների համոզմամբ կբարելավի բնակչության կյանքի որակը։ Շատ դեպքերում թոշակառուները, այսինքն 65 տարեկանից ավել տարիք ունեցող անձինք, 65 պլյուս, այսպես ասած, անձինք չէին դիմում բժշկական կենտրոններ ինչ-ինչ հարցերով, քանի որ նախատեսվում էր, որ այդ խնդիրներով դիմելու դեպքում պետք է կատարվեին համապատասխան վճարումներ, հա։ Սակայն այս էտապում այդ մարդիկ հանգիստ կարող են մոտենալ, սպասարկվել այն ծառայությունների մասով, ինչ ծառայություններ, որ ընդգրկվել է համընդհանուր ապահովագրության մեջ, բոլորովին անվճար, բժշկական կենտրոնը պատրաստ է սպասարկելու։ Կարծում եմ, որ բավականին լուրջ բարեփոխում կլինի այս համակարգով։ Լավ կողմերից զատ, թե համակարգն ինչ խնդիրներ է իր հետ բերել, բժիշկները լավ գիտեն։ Մեզ հետ զրույցում նշում է բժշկական կենտրոնի տնօրենը։ Խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթ էին կրում, բայց ամեն դեպքում մարդկանց ոչ ճիշտ իրազեկվածության արդյունքում, ինչ որ բաների առումով, հա, նաև բուժ հաստատություններ, այսինքն ամբուլատորիաներ, այլ գյուղական ամբուլատորիաներ, որոնցից որ մարդիկ գալիս են, իրենց մոտ եղած տեխնիկական խնդիրների պատճառով, բայց այդ փոքր կարելի ասել խնդիրներ էին, որոնք առաջին մի քանի օրվա ընթացքում հաղթահարվեցին։ Վիրաբուժական, ակնաբուժական ու սրտաբանական ծառայությունները շարունակում են մնալ ամենապահանջվածները։ Խնդիրները նոր չեն, բայց երկար տարիներ ֆինանսական սահմանափակումները մարդկանց հետ են պահել բժշկի դիմելուց։ Բավականին մեծ թվերի մասին է խոսքը, հա, այս կարճ ժամանակահատվածում շատ քանակով վիրահատություններ են իրականացվել, մոտ 50-ից ավել ստենդավորումներ եւ կորոնարոգրաֆիկ հետազոտություններ, որոնք մինչ այդ հասանելի չէին, հա, տվյալ խմբում գտնվող անձանց։ Իսկ այս դեպքում արդեն համընդհանուր ապահովագրության շրջանակում ավելի մեծ թվով մարդիկ են ընդգրկվել, որ կարող են օգտվել ծառայությունից։ Թեև համակարգը 1 ամիս է ինչ գործում է, միևնույնն է, քաղաքացիների ակտիվությունը հիվանդանոցներում արդեն իսկ նկատելի է։ Ժողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։